Անցարության վարչապետի քեթանցով ալի։ Ներողություն, ուրեմն ես ձեր բոլորին շատ հարգում եմ։ Եկե հասերեք հավաքվել եք ասել, ես պատասխան ձեր բոլոր հարցերին պատասխանելու։ Մեկ հարցը տվեք պատասխան։ Ուրեմն ես ասել եմ, քանի որ ես շփվում եմ ժողովրդի հետ ամեն օր, արվեստ, մշակույթ, աշխատող, ծառա, բժիշկ, դասախոս, գյուղացի, ու լսելով մարդկանց, որ մարդիկ ասում են, այն ընդությունից առաջ, այ օրինակ, որ մեկը լիներ, ունևոր, կայացած, բայց անձնական հարց չդներ, պաշտոնի չձգտեր։ Եք նկարագրու պարոն Ծառուկյան։ Դուտուրաբար, ասում որ չլներ, անձնական ինչ-որ պաշտոնի համար էլ ձգտում չուներ, մենք համախմբենք իր կողքին կանոnar ձևավորել, կազմակերպել, գնայինք ընտրության եւ այս հարցերը կարծես միջակայքել։ Դրա համար ես այսօր ասում եմ, որպես Գայք Ծառուկյան, անձնական ոչ մի հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ, իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, գնում եմ, հավաքել եմ մարդկանց, այն մարդկանց, որ տարբեր ոլորտի լավ ինչ-որ ներկայացներ են, արդյունավետ աշխատողներ են, ձեռագիր ունեն, մարդկանց հավաքել եմ, նույն մարդիկ են ասում, մեզ պաշտոն պետք չի, կարևոր պաշտոնը չի, կարևորը պետությունն է, մյուսներն ասում են կարևորը մանդատը չի, կարևորը արդյունքն է։ Այս սկզբունքով մենք շարժվում ենք։ Ես ունեմ 3 հոգեր, հիմա 4 տեխնացու։ Ես չկամ։ Ուրեմն ձեզ ասեմ, որ դուք իմանաք, նա միաձայն չի ընտրվելու, եթե այսօր այսքան թիմը մեծ է, մարդիկ հավաքվել են, ցանկացած տեխնացու իր ապրածով, իր արածով, իր արդյունավետությամբ կներկայացնի։ Մեր ժողովրդին կներկայացնենք, ումը որ ընտրեցին, նա էլ կլինի, այսօր անվանական ոչ մեկին խոսք չեմ տվել, մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, վարչապետ լինելը դա ոնց կեզ ասեմ, հաճույք չի, դա չարչանք աշխատանք է, ով կարանի, ով այդ փորձ ունի, այդ ծանոթության տակ եւ իմ թիմը կամաձայնվի այդ ազգանները, դա էլ կլինի։ Հաղթանակի դեպքում, դուք հրաժարական եք տալու, այսինքն վայր եք դնելու մանդատը։ Հնարավոր է, որ ես խորհրդարան չմտնեմ, այո, շատ հնարավոր է։ Հաղթանակի դեպքում դուք եք լինելու վարչապետը, թե Ոչ, ես չեմ լինելու, բայց իմ կուսակցությամբ հետևելու ենք, ով կարող է անել, նա պետք է անի։ Կուսակցությունը, թիմը, կուռե մի մարդու նման, մեր բոլորի ուզածը, որ համախմբված լինի, արդյունավետ լինի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գանք, մեր մեջ կուղենք աշխարհում եք, որ աշխարհը մեզ հարգի։ Պարոն Ծառուկյան, Քոչարյանի հետ կոալիցիա, հետ ընտրական կոալիցիա պատկերացնում եք, թե ոչ։ Հիների հետ ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողները չեմ Պիտակավորում են ընդդիմությանը, այդ թվում նաև ձեզ։ Այո, ինչի՞ ասեք այդ ամենին վերաբերյալ։ Եթե մարդիկ, ներողություն, հիմա ով է պիտակավորող, ասա մի հատ, եթե մարդը բան ունի ասելու, ես նոր Ինչ? Հիմա դա վիրավորանք է։ Չէ, իհարկե չէ, բայց օլիգարխը պետք է պետական լծակներից օգտվող մարդ լինի, բայց ես ասենք թե օլիգարխ ես ինչ չեմ համարում։ Բելարուսիայի նախագահան իմ ընկերն է, որը ցանկացածով հայ ժողովրդի կողքին է, ցանկացած հարցով ինքը որպես մարդ ընդունում է, հարգում է, պատրաստական է, աջակցել օգնել ցանկացած իմ ընկերոջից ես չեմ հրաժարվում, հասկանաք։ Ձեզ կապում եք Քոչարյանի ու Սամվել Կարապետյանի հետ, ասում են եռագլուխ հրեշա, եթե ընտրեք իրենք են գալու։ Ուրեմն քո անունը ոնց է, վայ ջան։ Ուրեմն ես ասեմ, ես ամեն օր ժողովրդի հետ շփվում եմ եւ թող մարդիկ էլ գնան շփվեն, ընդ կերևա հրեշնովա, քաղցրնովա, համովնովա, ինչ եմ ասում։ Պարոն Ծառուկյան, ներողություն, դուք ասում եք մի րոպե, Լավ, ժողովուրդը 2000
Դուք ասում եք հների հետ Ծառուկյան, կոալիցիա չեք կազմում։ այո։ Դուք ասում եք հների հետ կոալիցիա չեք կազմում։ Նույնիսկ այն դեպքում, եթե դա է լինելու Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը։ Այո, ուրեմն հինը պետք է դուրս գա, պետք է նոր այն որ կարան այն մարդը պետք է։ Եթե երեք ուժ ընդդիմադիր հայտնվի խորհրդարանում եւ ձեր օրինակ միանալուց կախված լինի, արդյոք ընդդիմությունն է իշխանության գալու, դուք էլի չեք միանա Քոչարյանի հետ։ Եթե Քոչյանը պետք է լինի վարչապետ, ոչ։ Իսկ եթե Սամվել Կարապետյանը կամ Կարեն Կարապետյանի որդին Նարեկ Ուրեմն մենք դա քննարկենք։ Շնորհակալություն, Վլադիմիր Պուտինն ասում է, որ ռուսամետ ուժեր կան Հայաստանում, դուք դիտարկում եք ձեզ այդ ծիրուկը։ Ուրեմն այ հենց հիմնա այդ որ բոլորած այդ պարակտումը ռուսամետ, արևտամետ, դա սխալ է, դա հիմնականում ձեռնատու է մեր թշնամիներին։ Մենք բոլորի հետ լավ պետք է լինենք եւ Ռուսաստանի, եւ Ամերիկայի, եւ Արևմուտքի։ Արդյոք ձեր նպատակը Փաշինյանից ազատվելն է ամեն գնով։ Դուք ուզում եք Ժողովուրդ ջան, մարդիկ սպասում են, ես էլ չեմ Ձեր վարչապետի 4 տեխնացուները ավելի լավ են կարողանալու կառավարել, քան դուք, որ դուք վստահում եք նրանցից որևէ մեկին այդ պաշտոնը։ Ուրեմն ես ձեզ ավելի պարզ ասեմ, Իմպես ոչ մեկ չի կարա կառավարի, ոչ մեկ, բայց հիմնական, քանի որ պետք է ասեն, Ծառուկյանը պաշտոնի համար է պայքարում, ժողովուրդ ջան, ես այս երկրում ծնվել եմ, մեծացել եմ այստեղ, մեր երկրում կառուցել եմ շենքեր, բնակարաններ, դպրոցներ, եկեղեցիներ, գործարաններ, տասնյակ հազարավոր աշխատատեղ եմ ստեղծել։ Ես այս երկրի մարդ եմ, ես հողու ջրի մարդ եմ։ Իմ սիրտը ցավում է։ Ես որ դուք նայեք իմ արածը, իմ ստեղծածը, ես միայն իմ ժողովրդի համար, իմ պետության համար, դա իմ ապկանքն է, իմ ոնց ասեմ, ուրախանում հպարտանում դրա։ Իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի, իմ երկիրը լավ ապրի, որ արդարության սկզբունք լինի, լինի բոլոր ոլորտներում։ Ես չեմ ցեղ շփոթում որից է մեկին։ Այ օրինակ ասենք երիտասարդության մեջ, որ ասենք թե ես առաջարկել եմ մրցույթ, ուսանողը չեն մասնակցում։ Հարցնում է ինձ ուսանողը, պարոն Ծառուկյան, արդարացի է լինելու։ Ասում եմ, չէ, ոնց կար արդարացի չլինի։ Այսինքն մենք այդ մտավախությունը պետք է հանենք, արդարության սկզբունքը գործի։ Նույն ձեր լրագրողների մեջ, որ պետք է գտնվի խելացին, բանիմացը, ում ավելի շատ լսում են, ում հավանում են, հիմնական այդ ժամանակ այսօր ինչ ենք լինի։ Ծանոթ, բարեկամով, կուսակցական պատկանելությամբ ծանոթ ես, կուսակցական պատկանելուց ուրեմն քո տեղ ազատա։ Ոչ ով կարող անել, ով փորձ ունի տվյալ ոլորտում, արդյունք հացույց տվե, հանրությունը ժողովուրդը ոլորտը իրան ընդունում է, պետք է ինքը ղեկավարի, ինքը կառավարի։ Էդուարդ Բաբայանի հետ հարաբերությունները ոնց են, արդյոք նորմալ են, ինչու ինքը հիմա ներկա չէ, Աբովյանի քաղաքապետի։ Ճշմարիտ է, երևի կամ կարող է ներկա լինի, չգիտեմ։ Մեր հարաբերությունը դու նկատել եք բոլորի հետ շատ լավ է։ Ամենապետալի մարդկանցից էր ինքը։ Իմ ընտանիքի անդամն, այո, ասեք ուրիշ։ Հիմա ոնց են հարաբերությունները։ Շատ լավ, շատ լավ։ Կոալիցիան հետ համագործակցություն, կոալիցիոն մասնավորապես հետընտրական։ Բայց ձեր հարցերին պատասխանեցիք, շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն։ Ցանկանա որ հենց դուք լինեք վարչապետի տեխնացու։ Եթե ժողովուրդը ցանկացած հաշվառնելով ձեր փորձը, տարիների վաստակը եւ այլն, դուք այնուամենայնիվ ձեր 4 տեխնացուներից դուրս կհամաձայնվեք դուք լինել վարչապետ։ Ես նորից եմ ասում, ես չեմ ուզում, որ հիմնական իմ ժողովրդասի Ծառուկյան եկավ պայքարի պաշտոնի համար։ Միայն դա է ինձ կանգնեցել, ու ես ժողովրդին լսում եմ, ասում այն մարդը, ով որ չի ցանկանա պաշտոնի հավակնություն չի ունենա, ազնական շատ չի ունենա, մենք նա կողքին ենք։ Ես էլ Հիմա դուք եք բոլորը Չի ասել։ Ես ամեն օր խոսում եմ ժողովրդի հետ, ժողովրդի ցավը տանեմ։ Ժողովուրդը այսօր շատ ծանր վիճակում է։ Բարտկերի տակ, վարկերի տակ, չգիտի ոնց է ամեն ինչից դուրս գա, խեղճացած, որը ամբողջ աշխարհում մեր հայությանը դա ամոթ է։ Հիմա ձեր քաղաքացիական պայմանագրի հետ որևէ համագործակցություն։ Այո։ Օրինակ ձեր ձայնից կախված նրանք իշխանություն լինեն, թե ոչ, դուք չեք տա ձեր ձայնը։ Իհարկե ոչ։ Քոչարյանին կտա։ Շնորհակալություն։ Իհարկե ոչ։ Ոչ։ Պարոն Ծառուկյան, Կարապետյանի ուզում տալ ձեր ձայնը։ Ես մենք այդ ժամանակ մենք խոսեցինք։ պարոն Ծառուկյան, եթե իշխանության գաք